մեր հայրենակիցները մոռացել են իրականում Շահումյանը, Մարդակերտը եւ մասամբ Պասկերյանը, Մարտունին ավելի քիչ եւ Հադրութը մի քիչ շատ ով գրավեց եւ տվեց թուրքերին։ Երբ որ դու հույսը դնում ես ուրիշի վրա, այդ ուրիշը միջև X պահը ձեռա տալի քո հետ, Y պահից արդեն հենց ձեռ չի տալի, քեզի ծախում է գնում ես։ Թուրքը Ալիևը արմյանստվայի դեմ պայքարելով Ադրբեջանստվան ստեղծեց եւ առաջ ատանում։ Չէ, մենք թուրքերով չենք վախեցնում, այս օրինակները, որ բերում ենք, ուզում ենք մեր ազգին արթնացնենք, որ աշխատեն։ Հային արտաքսում են Հայաստանից ինչ որ երկիր, որտեղ ինքը հանցանք է գործել, թող 10 անգամ ավել նստի, բայց ստե նստի։ Ինչ ասես տվեց հունգարացիներին, որ Սաֆարովին հետ բերի։ Ընդամենը սենց է, я начальник ты дурак, հարկերդ մուծի եւ քնի հանգիստ։ Սփյուռքից էլ ասում են դուք փող ուղարկեք Հայաստան։ Էլի հարկերդ դու քնի հանգիստ։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր Հայրեորդի Վարդանավներ ոդկասթի հերթական թողարկումն է։ Խոսելու ենք Մերձկասպյան թուրքերի, Բաքվի Հանրապետության թուրքերի էքսպանսիայի մասին Ռուսաստանում։ Ինքը շատ հետաքրքիր թեմա է, բավականին լուրջ ազդեցություն է ձեռք բերել թուրքական համայնքները, ասենք Ռուսաստանում, բայց այն չի, որ իրանք նոր է դա ստեղծվել։ Նման կառույց ունեցել ենք մենք հայերով, որը որ 17-րդ դարում, 18-րդ դարում, նույնիսկ 19-րդ դարի սկզբում շատ, ասենք, մեծ հաջողություններ էր գրանցել, ուղղակի ինքը պետություն չէր սպասարկում, ինքը սպասարկում էր բիզնես շահեր, խոջաների կառույցը։ Առևտրականների բիզնեսի հետ էր կապված, այ նմանատիպ մի բան, բայց թուրքերի մոտ կառուցված։ Կներես միտքդ հիշի, մենք մարդկանց հիշացնենք, որ մեզ դիտողներին կարող եք լայքեր, դիզլայքեր դնել, մեկնաբանություններում գրեք ինչից եք ցանկանում, որ մենք զրուցենք, բոլորիդ մեկնաբանություններն է կարդում ենք, նամանավանդ այս վերջերս շատ քիչ է, հեշտ է կարդալը, լավ կլինի շատանա, էլի։ Կիսվեք հաղորդումներով անպայման, էջին պատվիսկա եղեք, զանգ միացրեք, որ ձեզ հաղորդագրություն գա, որ նոր հաղորդումը դուրս եկել։ Մի խոսքով ակտիվ եղեք, գոնե եթե չեք գալի պարապում, չգիտեմ, նոր գիտելիքներ ձեռք բերում, գոնե վիդեոներում ակտիվ եղեք։ Հրեաները նման բան ունեն, ասենք, կարող է լսած ելնեք, կա Ամերիկայում համահրեական կոնգրես ամերիկյան, որը տասնյակ տարիներ ուրեմն դուբլում էր աշխատավարձները ուժային եւ գաղտնի ծառայությունների։ Ուրեմն թուրքերն էլ սկիզբը որ սկսել էին տենց էր, ավելի շատ միտված էր իրանց սփյուռք ասեմ, հա, չէ, գաղութները ավելի շուտ իրանց սփյուռք չի, միտված էին ֆինանսավորելու պետությունը, պետության բացի իրենց ազգականներից իրենց պետությունը, Բաքվի Հանրապետությունը, ասենք այո, պետությունը, Բաքվի Հանրապետությունը կամ խանությունը, բայց ժամանակի ընթացքում այդ վեկտորը փոխվեց, կարելի ասել 180 աստիճանով։ Իսկ մի հատ հարց տամ, դա իրանք ներսից են որոշում, որ պետք է փոխվի, թե պետությունն ուղղություն տալիս իրանց, այսինքն վեկտորը պետությունն դրա հետ է, էլի։ Բաքվի Հանրապետությունը, Բաքվի Հանրապետությունը սկսեց արդեն ոչ թե իրանցից փող վեկալել, այլ նույնիսկ փողը տրամադրել։ Պետությունը սկսեց իրենց համայնքներին, թուրքական համայնքներին ուղղություններ տալ, ֆինանսավորել, դիվանագիտական օգնություն հասցնել։ Ես օրինակ լսել եմ Մոսկվայում իրենց դեսպանը Բուլբուլօղլու Փոլադ Բուլբուլօղլին հայտնի ինքը շատ մեծ ներդրում է ունեցել այդ գործում։ Հա, ինքը ու դրա պատճառով ինքը շատ երկար մնաց որպես դեսպան։ Հիմնականում դեսպանները մնում են 2 սրոք կամ 3, ինքը կարծեմ 5 է մնացել։ Դա բավականին աննախադեպ է, էլի, ասենք մանավանդ Այն դեպքում, երբ որ ինքը դիվանագիտական կրթություն չունի, երկիչ է, չէ՞, երևի կրթություն էլ չունի ընդհանրապես,
ինքը երկիչ է, Բաքվի հանրապետության տարածքում նախկին ադրբեջանական սոցիալիստական հանրապետության ժողովրդական երկիչ Բյուլբյուլի որդին է, Բյուլբյուլ Օղլի։ Իր անունը Փոլադ է, այն մյուսի անունը հենց մականունով գիտեին էլի իրան, Բյուլբյուլ, то есть սոխակ։ Ուրեմն այդ Բյուլբյուլ Օղլին կոորդինացնում էր աշխատանքները Ռուսաստանում, որպեսզի ասենք պատկերացնեք ինչքան են իրանք մեզանից ավելի խելացի, ասենց մի բան ասեմ։ Նկատել եք, որ թուրքերը մեզ մեղադրում են դրա մեջ, ինչը իրանք են անում, մենք չենք անում։ Ու թուրքերի բանը, ասենք մեղադրանքները նաև ինձ անձամբ ասենք վերաբերվում, այն որ ռազմական հանցագործների մեջ մեղադրում է բանին, ասենք մի գումարտակի հրամանատարին, որը թուրք խաղաղ բնակիչ չէր կարա տեսնել, որովհետև տասնյակ չէ, հարյուրավոր կիլոմետր խաղաղ բնակիչներից հեռու էր իրանց։ Կարա էր տեսնել, եթե իրանք ավտոմատներով իրանց խաղաղ բնակիչներին բերեին բերեին մեր դեմը, այդտենց էլի հնարավոր է տեսնել, բայց ինչքան գիտեմ Խոջալույից հետո էլ տենց բաներ չեն արել իրենք։ Խոջալույում էլ է տենց չէր, Խոջալույում խաղաղ բնակիչներին պաշտպանող ավտոմատավորները փոխհրաձգության մեջ գցեցին то есть մտան եւ արդյունքում շփոթվելով մտան թուրքերի երկու հենակետի հետ բանակի եւ ներքին գործերի բանակինը ավելի շուտ հələ նորմալ բանակ չէր, նա բանը ժողովրդական ճակատ այտենց կուսակցություն կար Իրաններ, որը բանակ էր համարվում, բայց բանակայինը չէր, ու փոխհրաձգության ընթացքում խաղաղ բնակիչներ սպանվեցին, թուրքը թուրք խաղաղ բնակիչ կոտորեց, մտածելով, որ հայերի վրա է կրակում։ Բայց բանը մի քիչ շեղվանք։ Ուրեմն այդ որ առաջի միջազգային համաշխարհային բան եղավ, միջազգային հետախուզում եղավ, 3 հոգի էին, 3-ից 2-ը հիմա նստած են, մեկը թուրքերի մոտ, մեկը Հայաստանում, ուրեմն խոսքը Արայիկ Հարությունյանն էր, Արցախի նախագահներից մեկը Ջալալը Հարությունյան, որ ՊԲ հրամանատար նստած, պաշտպանության բանակի հրամանատարը, եւ բանը ես որ թամենը գումարտակի հրամանատար մի քիչ անհասկանալի էր, բայց որ մի քիչ խորանում ես, սկսում ես հասկանալ, որտեվ ոման շատ ակտիվ, ասենք, համայնքների հետ էր աշխատում հայկական եւ դա Սփյուռքի համայնքների, այո։ Եվ դա բերեց դրան, որ մեր գումարտակի 1/3-ը ու թիվը հստակ հիշում եմ, որովհետև անհնար է մոռանալ, 123, 1, 2, 3, Սփյուռքից ասենք մեր հայրենակիցները կային, պարզա որ զգալի մասը երկքաղաքացիություն ունեցող, բայց իմաստը այն էր, որ կապերը ինձ միջազգային բանի մեջ, ռոզիսկի մեջ տալը, այդ հետախուզման մեջ տալը, իմաստը այն էր, որ կապերը Սփյուռքի հետ գործնական պետք է չլինեն հայերի մոտ եւ այդ Սփյուռքին մեղադրելը հայկական նաեւ թուրքերի մոտ հնչում էր սենց բանը բարբաս армянством, всемирным армянством, армянствon էտի հայություն համաշխարհային հայության հետ, sense ոնց որ բանը մաֆիայի մասին խոսար բան, որ հայությունը ներկայացվում էր որպես մեծ բոբո եւ այդ մեծ բոբոն կազմակերպված, կառավարվող բանը ազգայնական Հայաստանի կառավարության կողմից եւ այլն եւ այլն։ Այդ ամեն մեղադրանքը, որը որ իրանք մեզ էին բանանում, մեր մոտ այնքան էլ այդպես չէ։ Իսկ իրենց մոտ այդպես էր արդեն դարել, իրանք այդ ուղղությամբ աշխատում էին եւ ֆինանսները ստանալու փոխարեն իրենց բանը Ռուսաստանում եղած համայնքներից կամաց վերածվեց դրան, որ Փոլադ Բյուլբյուլօղլին դարել էր կոորդինատորը Սփյուռքի բանը Ռուսաստանում եղած թուրքական համայնքների հետ աշխատելու բանը կոորդինատոր էր դարել եւ երբ որ Բաքվից ֆաս էր լինում ինչ որ թուրքի վրա, ասենք շների այդ հրամանը ստանում էին, ենթադրենք
բանա Իբրագիմ Բեկովին ոտնատակ անելու վերաբերյալ, այտենց հայտնի մի հատ գրող էր, որը գրել էր Տանկեր Դերբենտ գիրքը, թուրքերի մոտ ինքը նույնիսկ բանա նախագահի տեխնացու էր եղել եւ իրեն վարկաբեկելու sense համառ ռուսաստանյան թուրքական այդ բանա համայնքներում կամպանիա գնաց իրան վարկաբեկելու վերաբերյալ։ Ուրեմն բացի դրանից Փոլադը կազմակերպել էր իրենց Ռուսաստանի համայնքների միջոցով բանա տարբեր ռուսական քաղաքագետների, ժուրնալիստների, ճանաչված մարդկանց վերբովքով։ Դե Ռուսաստանը գիտենք, չէ, սենց ալիքներով մեկ զարգանում էր տնտեսապես, մեկ անկում էր ապրում, դե բնականա մարդիկ, ասենք, որոնք բաների վրա նստած չէին, սենց ինչ-որ մեծ փողերի վրա, ադմինիստրատիվ, կաշառք, մաշառք, բան, իրենք կախված էին կամ ժողովրդից վերցվող փողից, կամ էլ, ասենք, իրենց փոքր կամ ժամանակին մեծ գիտական աշխատավարձներից եւ պահի տակ փողի սով էին զգում, իսկ Փոլադը եւ բանա Մերսկասպյան թուրքերի բաները, այդ համայնքային կառույցները, որը բանա տարածված էր ամբողջ բանա Ռուսաստանի Դաշնությունով եւ ոնց որ ասեցի կոորդինացվում էր մի կենտրոնից, Բաքվի Հանրապետության դեսպանատնից, դեսպանի բանով էր կոորդինացվում, շատ հաճախ այդ մարդկանց վերցնում էին, ասենք, մի քիչ բանջարեղենից, ասենք, կերակրում էին, բանջարեղենի խավիարը, դե Բադրջանի եւ ոչ միայն ձկան խավիարն էլ, եթե մի քիչ պաշտոնյա բան անած ճանաչված ավելի մարդեր են, ասենք դառնում էին ագենտի վլիանիա, էլի։ Այո, դառնում էին ազդեցության բանա գործակալներ եւ ազդեցության գործակալը դա քրեորեն հետապնդելի մարդ չի։ Մեր որոշ հանճարներ Հայաստանում փորձում են խոսքի ինչ որ երկիր սիրողին բան անել, ասենք, ու իր սերը չթաքցնելուն, իսկ դա հենց ազդեցության գործակալն է, գործակալ բառին սխալվել պետք չի, էլի ինքը ինչ որ կառույցի աշխատող չի։ Իրականում դա աշխարհում տարածված դա շատ նորմալ պրակտիկա է։ Մեր մոտ օրինակ այդ մարդկանց կարող է հետապնդեն, ասեն դու շպիոն ես, Իսրայելը դրա դեմ, քանի որ մեծ պետությունները միշտ այնց են, գերտերությունները այնց են անում, որ փոքրների գեներալիտետը սովորի իրանց մոտ։ Իսրայելը դրա դեմ ոնց որ խաղաքարտ ուներ, ինքը իր ինստիտուտը ստեղծեց, որտեղ իր գեներալները իր մոտ էին պահանջանում, այսինքն ագենտի, բայց երկար չաշխատեց։ Դե երկար չաշխատեց, չթողեցին երկար աշխատի, որ իրանց ազդեցության գոտում մնան։ Այդ բանը շատ հոյակապ դպրոց էր։ Իմիջայլոց հիմա մեր մոտ էլ են, ոնց որ թե այս Արծրուն Հովհաննիսյանի այդ ինստիտուտը դրան ուղղված դուրս չեն ուղարկում, որակը չեմ կարող ասել իհարկե ինչ մակարդակի ուսուցում է գնում, դա ինչ-որ ստուգումները ցույց կտա։ Իսկ դրսից ինչ-որ լուրջ պրոֆեսորա են բերում մեր այդ բանում։ Ամենալուրջ պրոֆեսորը Արծրուն Հովհաննիսյանն է, որը հեսա ոչ մի անգամ ոչ մեկի հրամանատարը չլինելով գեներալ կդառնա։ Դե Արծրունը գրագետ ինքը շատ գրագետ է, բայց մենակով չես կարող էլի ինստիտուտ լինես։ Այդ բանը խնդիրները որն է, էլի ասենք նման դեպքում, որ եթե դու չես ուղարկում դուրս, դու պետք է այնց դեմքերի բերես, որ կրթությունը չզիջի դրսի կրթությանը։ Բանը ոմայի կարգախոսը միշտ այնց է եղել, էլի։ Մենք միշտ հնարավորություն ունեցել ենք իմ ժամանակ ամենայն դեպս միջազգային կապեր շատ կար, որ կարող էինք ուղարկել հրանգիչներին դուրսը սովորելու, բայց վերջերս է գնացին սովորեցին։ Հա, այս վերջերս փորձի փոխանակման են գնացել, բայց միշտ նախընտրել ենք, ամենայն դեպս ես շատ եմ նախընտրել, որ դրսի մասնագետներին բերենք ստեղ, որը մի քիչ ավելի մատչելի է, քան երբ որ շատ ավելի մատչելի է, շատ ավելի շատ մարդկանց է դաս տալի, պլյուս դու կարող ես կոնտրոլ անես, այսինքն ինքը չի սարքում այդ մարդկանց հրանգիչներին ազդեցության գործակալներ, ագենտի վլիանիա չի սարքում։ Ու շփվելով օրինակ նույն մեր բուժակների թիմը շփվելով տարբեր երկրների պրակտիկաների հետ առաջի օգնության դարել են
անենց հավաքական ունեն, գիտելիքների հավաքածու ունեն, որ տենց աշխարհի ոչ մի կետում չեն դասավանդում։ Նույնիսկ ֆրանսիացի ինստրուկտորներ էին եկել, հրանգիչներ էին եկել բանակի գործով, իրանք որ տեսան, փորձի փոխանակում էին կազմակերպել, որ տեսան ինչ մակարդակի վրա են, որ շատ գոհ էին։ Ու զարմացած նկարանք այդ իրական մասն է։ Ֆրանսիացիների բանն էլ, ասենք, երևի հիմքը հանդիսացավ այն ախմախ հրապարակումների, որ ռուսական մեդիա դաշտում, որ ուրեմն ոման կռվող երկրներից մեկի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերբովկայի անում։ Իրականում էդի էլի թուրքական լոբինգն է այնտեղ աշխատում։ Թուրքական բաները ամեն ձև աշխատում են հայերի դեմ, հատկապես այն կառույցների, որոնք որ կարան ցեմենտացնող դեր խաղան։ Դե իրականում հենց ոման ինքն իրանով ինքը փոքր կառույց է, միտքը շատ մեծ է, որը լուրջ պոտենցիալ ունի, բայց ինքը իրանով քանի հրանգիչներն են ու ոնց որ բանն է, էլի սթաֆն կոպիտ ասած, ուրիշ մարդ չկա։ Նյութական բազա էլ չունենք, էլի, ասենք մանավանդ անշարժ գույքի տեսակետից, ժամանակին 18 թվականին խոստացան դոսաֆի հետ, ասենք, ոման բան անեն, օգնեն, որ բան լինի, այդ ոմայի հրահանգիչներով 22 թվականի ջերմուկյան դեպքերից հետո ես անձամբ եմ գնացել այդ պետական կառավարման այդ գույքի կառավարման կոմիտե նախագահի հետ եմ հանդիպել, տարածք խոստացավ, գնացինք, ես անձամբ քանի անգամ գնացել եմ այդ տարածք, սկզբից ասին ՊՆ-ին է, հեսա մեր բանի տակ հաշվեկշռին եմ փոխանցելու, ՊՆ-ն արդեն փոխանցել էր, իրանք էլ նույն պատասխանն էին տալի, մինչև տես լրիվ հանգավ, այդ տարածքն էլ իմիջիայլոց ասեմ, նայում էի, տես արդեն կտրտել էին, վաճառ, տես մաս վաճառում էին, էլի տակից, մեկի տարածքի մեջ էլ զաբորը քաշել էր ու նայում էի մեջը բաներ կա, մուլյաժներ կա զինվոր։ Հրթիռների մուլյաժներ են, որ սս նայում եմ, ասում ես ոնց է ասելու, որ ես իմ տարածքն այդ հրթիռի մուլյաժը տենց ինքն իրան եկավ հայտնվավ իմ տարածքը։ Լավ, ամենայն դեպս մեր լացուկոցի բանից թեմաներից Կարանք վերադառնանք Ռուսաստանում իրանք շատ ակտիվ երևի 2008-ին կազմակերպել Բուլբուլօղլուն։ Մենք ունենք Սփյուռքի նախարարություն, ցավալիա հիմա չունենք, շատ եմ ցավում, որովհետև Սփյուռքի նախարարությունը շատ մեծ հնարավորություն ուներ այդ Փոլադի դերը խաղալ, Փոլադ Բուլբուլօղլի դերը խաղալ, աշխարհով մեկ, ոչ թե մենակ Ռուսաստանում։ 18 թիվը Հրանուշը շատ է աշխատել բոլոր համայնքների հետ էլ։ Բանա ցավալիա, որ այտենց եղավ, որ այդ նախարարությունը հիմա չունենք, ու բանա ու նույնն է սպասում, իմիջիայլոց այդ նախարարությունը կրճատել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են սարքել, այդ Զարե Սինյանյանից նույն բանն են ուզում։ Երևի ինչ որ նախարարությունը կարար աներ։ Դե պարզա չի ձգի, պարզա չի ստացվում։ Իրականում ես որ նայում եմ, իրականում հենց դեսպաններն է կարան, իրանք պետք է անեն։ Նոր նախարարությունը զուտ իրանց, այսինքն դեսպանի օգնական պետք է լինի, ով որ այդտեղի հայերով զբաղվում է, սփյուռքով զբաղվում է։ Նայեք մի հատ sense բան անենք, էլի, վաղ եւ մեր զրույցը դիտողներ, մեր բալյաչկեքից հիմա շատ ենք խոսում, դե բանա ցավոտ թեմաներ է մեր համար, ասենք որ դեսպանները ցավալիա, բայց շարունակում են մեր համայնքներին ավելի շատ դիտարկել որպես ֆինանսների աղբյուր եւ ռեալ կոորդինացում չկա, ասենք Սփյուռքի աշխատանքները։ Օրինակ Ռուսաստանում Արա Աբրամյանի հետ վարչապետը տենց իրար հետ չունեին ինչ ու եկա այդ ռուս բանը հայերի միավորման հետ Սոյուզ Արմյան Ռոսիայի հետ չէին աշխատում ընդհանրապես։ Ու այնքան էր տարածվել, էսի մատ նշեմ, էլի, ես երբ որ 23-24 թվականին գիտես քանի համայնքով եմ ֆռացել Ռուսաստանում հայ համայնքների մասին է խոսքը։ Ընդ մի հատ հայ համայնք կար, ով Սոյուզ Արմյան Ռոսիայի հետ ընդհանրապես կապ չուներ։ Բայց արդեն իրանց էլ էին բան անում, իգնոր անում, սենց ասած։ Իրանցը չէին նկատում, իրանց քաղաքում
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը միջոցառում էր կազմակերպել ԸՏ-ի համայնքին չէր ասել, բայց այդ համայնքը այնքան գործեր արել քաղաքի համար էլ, որ քաղաքապետն էր իրանց հրավիրել, ռուս քաղաքապետը, ու պարզա այդ համայնքը նեղացել էր դեսպանից։ Դե նաև բանի պահնա, այնտեղ խնդիրը մենակ այն չի, որ մենք չենք ուզում համայնքների հետ աշխատենք, մենք չենք հասկանում համայնքների ռեալ հնարավորությունները, այ ոնց որ մենք չենք հասկանում Հայաստանի քաղաքացու ռեալ, ասենք, ռեսուրսը։ Էլի գալիս ենք այն դրան, որ մեր մոտ լուրջ կառավարման մենք նույնիսկ նպատակ, ազգային նպատակ չունենք։ Եթե 2005 թվականի հարցում ա եղել Եվրոպական։ Եթե նույնիսկ հայտարարես, որ ունես, մեկը չունես, ու 90-ական թվականներից առ այսօր Սփյուռքի հետ աշխատանքը եւ ստեղ ներսում Հայաստանի հետ քաղաքացու հետ աշխատանքը ընդամենը սենց է, բանա, я начальник, ты дурак, հարկեր այդ մուծի եւ քնի հանգիստ։ Սփյուռքից էլ ասում են դուք փող ուղարկեք Հայաստան Էլի հարկերը դու քնի հանգիստ։ Ստե կարակ գաք տուն առնեք ու վերջ, մենք ձեզ տե գերեզման կտանք, դες չեն աշխատում էլ։ Մի հատ ռեկլամ կար հարկայինի, բանա, այդ ռեկլամն եմ միշտ հիշում, բանա, հարկեր այդ մուծի եւ հանգիստ քնի։ Այդ հարաբերությունները Հայաստանի հիմա ընդհանրապես են խորացրել, բանը ասում է դու հերոս բան ես, հերոս հարկատու ոնց կարա հերոս լինել, բոլորը հարկ մուծում են, հերոսները չեն կա, սաղ հերոս։ Դա իհարկե պրոպագանդայի բաներ է, ասենք, վախ, բայց դա ձևավորում է մտածելակերպ եւ վերաբերմունք քաղաքացի պետություն, եթե քոնն է, ասենք, տունը, դու միայն հարկերը տալով, որ այդ անշարժ գույքի հարկերը տալով բավարարվես, դու կտուրը, ասենք, անձրևից որ սկսում է կաթալ, այնտեղ վերանորոգման աշխատանք չանես։ Կամ հոսանքի վարտակը չանում է, դու հոսանք չունես, այտենց ուր կասնի, ես լավ չեմ հասկանում։ Դա բանակում էլ են, չէ՞, մցրե, արի 2 տարի պարտքը տուր ու գնա։ Հա։ Ու այդ սա աշխարհը ռեզերվով է կրում։ Հիմարությունը, հայր ջան, դա տասնյակ տարիներ է մեր մոտ տևում, էլի, դա միայն վերջի, ասենք, մի քանի տարին չի, էլի, որ ասես հիմա բանա քաղաքականացնում եմ, չէ, այդ հիմարությունը շատ վաղուց է մեր մոտ էթում, դա ռիսկերի կառավարումը, որ մտածում ես, որ պետությունը պետք է դրանով զբաղվի, դա այն խնդիրն է, որ պետությունը պիտի կարողանա անի, բայց կա մի բան, որ ռեսուրսների կառավարում, լավ ռիսկերի կառավարումը շատ բան քեզանից կախված չի ու չստացվեց, բայց քո ռեսուրսները, որ դու լավ չես կառավարում, դա արդեն խոսում են դրա մասին, որ հել գնա, էլի ախպեր, ու այդ հել գնան վերաբերվում էր առաջի նախագահից մինչև հիմա, բոլորին, որովհետև եթե դուք ռեսուրսները ճիշտ չեք օգտագործում, այսօր զինված ուժերում, եթե խնդիրը Պաշտպանության նախարարը ասում է, որ բանը մենք բանը զինծառայողներին այսքան գումար ենք տալի բան եւ իրենք ժամկետային զինծառայողից դառնում են պայմանագրային եւ 1000 քանի արդեն կոնտրակտ կա կնքած ու դա ասենց մեծ բան է որպես ներկայացնում 1000 քանի հոգի 4000 քանից էր 4000 քանի հոգի, հա, դա նշանակում է, որ մեր Հայաստանի քաղաքացին բավարար ձևով չի մասնակցում պետության գործերին, որ այդքան մեծ նվաճում է համարվում 4000 կամ 4500 հոգու ժամկետային ծառայողի կարգավիճակից պայմանագրային դառնալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը 300,000 ռեզերվ ունի, 300,000 բանը չափահաս տղամարդ կա, ովքեր որ կամ բանակում ծառայել են, կամ չեն ծառայել, բայց 20 տարեկանից մինչև, ասենք, բանը 50 տարեկանի մեջ են գտնվում։ Իրականում պոտենցիալը շատ բարձր է, նույն Ֆինլանդիայի հետ կարանք համեմատենք, եթե ծառայությունը մենակ էդի զենքով կռվելը չի, էլի, ծառայության մեջ տնտեսական գործեր են մտնում շատ ու շատ չծառայեցների կարաս ներգրավես այդ տնտեսական գործերի մեջ։
Բանը նույնիսկ Ֆինլանդիայի օրինակը- նույնիսկ կանանց կարած ներգրավես։ Արի Պահեստազորային Ֆինլանդիան բանը։ ընդհանրապես էլի վա։ Հա, հիմա լավ, Արի էլի չնայենք- արի վերադառնանք որտեղ ոնց են Ֆինլանդիան- աշխատում։ Հա, արի Օրինակ նայենք, թուրքերը, Թուրքերն են աշխատում։ օրինակ թուրքերը ես գիտեմ, որ մի անգամ քո հաղորդումների մեկի մեջ տեսել եմ, դա շատ քննարկման առարկա դարձավ, որ ասեցիր NVD-ի մեջ ռուսական Այո։ ՆԳՆ-ի ծառայության մեջ շատ են թուրքերը ներգրաված ու դա ուղղորդված ներգրավումը Երկրորդ ազգությունն էր դառը Բաքվի հանրապետության ուրեմն նախկին բնակիչները Ռուսաստանում, որը միլիցիայի դպրոցում ուսանող էր։ Միլիցիայի դպրոցներում։ Այդ ժամանակ Ռուսից հետո Ռուսաստանի հայերը ասում են, չէ, մենք էլ ենք բան անում, դա իրանց ցանկությամբ է, բայց դա ուղղորդված էր, որտեվ իրենց համայնքները այդ ուսանողներին, ովքեր հետագայում նույն ոստիկան էին դառնում, իրենց աշխատավարձին ավել աշխատավարձ են տալի, որ իրանք գնային ծառային, իրանք պետք էր, որ իրանք ազգի ներկայացուցիչները։ Ասեմ, sense մի բան, դա ես 100% գիտեմ, ուրեմն Նիժնի Նովգորոդում համայնքի բանը, դա Մերսկասպյան թուրքերի համայնքի ներկայացուցիչը այն երիտասարդներին, ովքեր որ NVD-ի ցանցում աշխատող էին դառնում, խստագույնս արգելում էր վերցնել взятка, կաշառք, որ հանգարց իրանց կարիերային դա չխանգարի։ Միայն հատուկ թույլ էր տալի, եթե իրանք վերցնում էին կաշառքը ու ամբողջությամբ փոխանցում էին վերադասին։ Ես դա ասում եմ մոտավորապես մի 10 քանի տարի առաջվա պատմություն։ Համոզված եմ, որ դա մինչև հիմա գործում է։ Ես ինչի համար է թեման բան արեցի, այսօր ռուսների հաղորդում էին նայում այս թեմայով, իրենց մոտ էլ դա հատուկ նշվեց, որ իրանց մոտ NVD-ում հիմա շատ մեծ քանակի թուրք է ծառայում ու իրանք ռուսների բերնից եմ լսել, ովքեր հայերի հետ կապ չունեն ու նենց չի հայ են սիրում, էլի։ Հա, զգացվում էր, որ հայ չեն սիրում, հա։ Զգացվում է, որ իրանք բան են, ավելի շատ նացիոնալիստ են։ Ռեալ ռուսը, որը որ իր երկրի մասին մտածում է, այդ ամեն ինչը տեսնում է։ Նշում էին, որ իրանք փող են ստանում իրանց համայնքներից ու այդ համայնքը նույնիսկ համայնք ասելը շատ վտանգավոր է, որովհետև իրանց ձեռնա հավաքած կրիմինալը ռեգիոններում։ Իսկն իրանք լուրջ վտանգ են ներկայացնում իրենց երկրի համար։ Դրա համար էր այդ թեման Ուղղակի ինձ հետաքրքիր մասերն եմ ես լսել։ Ռուսների համար ավելի կարևոր բան կա այդ երկակի լոյալության բանը, դա շատ ավելի լուրջ իրանք ասում պրոբլեմ է, են քան նախ կրիմինալը։ այդ համայնքի ղեկավարները կարող է հիշեք էլ մի 2 տարի առաջ էր, թե մի տարի առաջ էր, որ տարբեր դեպուտատների էին բռնում, համայնքի ղեկավարների էին բռնում, Սփյուռքի իրանց թուրքերին։ Մի հոգի կարծեմ մահացավ, շատ դաժան ձևերով են ձերբակալում, բայց մեջները շատ դեպուտատներ կային։ Պատգամավորներ, տեղական պատգամավորներ, հա, այդ բանը իրանց գլխավոր դուման չէր, տեղական քաղաքային դումա է, եսի ինչա, իսկ իրանք Ռուսաստանում այդ կորոշկեն լավ է, էլի աշխատում, երբ որ ցույց են տալի, որ պատգամավորը շատ հարցեր է լուծվում։ Ու դա ուղղորդված շարժում է եղել, ոչ թե օրինակ ես եմ գնացել եմ, ուզեցել եմ ու առաջ եմ գնացել, չէ, համայնքը ուղղորդում է իր ազգակիցներին, որ իրեն գնան, իրաց պետք է օրինակ 10 ոստիկան ունենան, 10 ոստիկան ունեն, կամ 20 նույնիսկ ունեն, որ այն 10-ը լավ առաջ գնան։ Պետք է 5 հաստուխ ունենան, 15 հաստուխ ունեն, 30 դեպուտատապետ 60 ունեն։ Մենք հաճախ թուրքերին պատկերացնում ենք իրենց շուկաներում առևտուր անող։ Էդ էլ են անում դե։ Չէ, դե էդ էլ կա, բնական է ասենք, բայց մենք հաշվի չենք առնում դա ոնց է տեղի ունենում։ Այն ով որ Ռուսաստանից տեղյակ է, կհիշի, որ սրանից առաջ կար Ռուսաստանի ամենամեծ շուկան, կոչվում էր Չերկիզոն, Չերկիզովսկի ռինակ։ Ուրեմն այդ Չերկիզոնը մեջ առանձին քաղաք էր, տասնյակ հազարավոր ոչ լեգալ աշխատողներ, ուրեմն հարյուրավոր արտադրամասեր ու այդ ամեն ինչը սև բանով, նալով սենց ֆռում էր այդտեղ, էլի, կարճ ասած բանա հիմա էլ նմանատիպ բան կա, բայց ավելի ցիվիլ, էլի թուրքական է, Ֆուցիցին, ահա, Ֆուցիցին, այո, Ֆուցիցին եւ Սադավոդը։ Ուրեմն Չերկիզոնը
սենց բան կար, ուրեմն քանի որ գնալով իրենք ավելի ներթափանցում են ուժային բաների մեջ, պետական բաների մեջ են ներթափանցում, կարճ ասած այն որ արմյանство ասում են, ազերբայջանство բանա իրանք կարողանում են նոր բան ստեղծեն կոորդինացնելով պետության կողմից մի կենտրոնից եւ արդյունքում բանը Չերկիզը բանը ոնց էր դրա անունը արդեն չեմ էլ հիշում ինքը ընկերություն էր անում այսպես ասած Բոհեմայի հետ մաքսիմում Մոսկվայի քաղաքապետ Լուշկովի հետ բանը տարբեր երկիշներ եսի մինչեր իսկ Ֆուցիցին որը շատ ավելի փոքր է բայց էլի կառավարվում է ընդհանուր կենտրոնից Գոտնիսանովը ինքը այսօրով կարելի ասեն մոնոպոլիստ է բանա սնունդի հարցում ասենք շատ սնունդի տեսակներ մանավանդ գյուղմթերք Մոսկվայում եւ շատ ասենք Մոսկվայից հեռու բնակավայրերում ինքը արդեն ընկերական հարաբերություններ ունի բանա Պատրուշև բան sense то есть Պուտինի հենց ես լսել եմ որ Պատրուշևի չէ գնել ես Կալակոլցևի հետ ոնց որ խնդիրներ բայց դա էտի ասում են փաստացի բայց կարող է ոչ մի բան էլ չկա համենայն դեպս Ռուսաստանի ավտորիտար մասամբ ինչ որտեղ ավտորիտար ղեկավարի որտեղ ես առաջ մտածում եի ավտորիտար բայց հիմա Հայաստանը մի քիչ նմանվում է Ռուսաստանին դրա համար ավտորիտար արդեն Ռուսաստանին ասել չի լինում էլի միանշանակ իր այդ ավտոկրատորի Պուտինի առաջի կռուկ շրջապատող մարդկանց հետ Գոտնիսանովը ընկերություն անում եւ բացի այդ ինքը թիվ 1 աբնալիչկա անողն է դարել որովհետեւ այնտեղ բանա կանխիկը շատ է ֆռում այդ շուկայում եւ կանխիկացման այդ բաները հիմնականում թուրքերն են անում կարճ ասած հսկայական ազդեցություն կենտրոնացված ասենք բանում Մոսկվայի դեսպանատան աշխատում է Չեչենը ով ասես մեծ երկրորդ աստիճանը ոնց որ թուրքը այդ Գորսկի եվրեյները կայնած են գլխին տակից թուրք բաներն են չեչեններն են սարեցի հрьяաները որոնք իրականում թաթեր են բայց հрья չեն բայց իրանք հрья են համարում ասենք կրոնից ելնելով իրանք շատ ազդեցիկ են շատ քիպ կապված են ասենք Բաքվի հանրապետության ղեկավարության հետ կարող է հիշեք սովորական հրեա Գուսմանին, որը տասնյակ տարիներ թուրքերի լոբինգներ անում ու հիմա երբ որ բանա Ալիևի հետ անցած տարի հական Ռուսաստանի կառավարությունը բանա Գուսմանը ոնց որ ասած Ռուսաստանից հեռացավ, բայց իր ազդեցությունը ու վաստակը այնքան մեծ ա եղել, որ գլոբալ մեդիա ֆորումը, որը Շուշիում անցկացրեց թուրքը, բանա Իլհամ Ալիևը հելավ Գուսմանի անունը տվեց, որ մեծագույն Բաքվեցին, որը տասնյակ տարիներ Ի՞նչն է հետաքրքիր բանը, երբ որ իրանց պետք է այդ ագենտի վլիանիա, իրանք այնպես մարդկանց են առել, ով որ պետք է, ով որ թուրքական ազգություն չունի։ Այսինքն հասարակ ռուսի համար, ով որ չի խորանալու, չէ, ասենք մեր ազդեցությամբ ով որ պետք է մեր կողմից խոսա, բոլորը յան ազգանունով են հիմնականում։ Ռուսացած մասամբ կամ բանա ամբողջությամբ մեր նախկին հայրենակիցները կամ մեր հայրենակիցների զավակները, որոնք ռուսացել են, բանա իրանք մեդիա դաշտում նենց բավականին եթե մեծ կշիռ չէ գրագետ հայրենակիցներ ունեն բայց իրանց այնքան չեն հավատում որտեվ վերջավորությունը յանա այ ոնց որ շատ-շատերը բանա նույնիսկ այն նյութերը որտեղ քլնգում են Ռուսաստանի վերաբերմունքը իր դաշնակցի նկատմամբ բանա իմ ազգանունի վերջավորությունը քանի որ ով է բանա դու բանա ռուսական ագենտ բանա երևի չեն նայել բանա մենակ վերնագիրն են նայել, որտեղ գրած է, որ Վարդանովն է խոսում, դե իրանց գործն է ասենք մակերեսային բանը։ Բայց կարևորը սկզբի արմատն է, էլի, իրականում։ Մակերեսային մտածելակերպը միայն Ռուսաստանում չի, ստեղ էլ կա, էլի, ասենք պրիմիտիվ մարդկանց մոտ, եւ այդ քանի որ մենք 3 միլիոնանոց ժողովրդից
խոսքի 10,000 հոգի պրիմիտիվ մարդ ունենք, ով մակերեսային է մտածում, ես շատ եմ փոքրացնում, Ռուսաստանում 100 անգամ ավել 50 անգամ ավել բնակչություն, 50 անգամ ավել պրիմիտիվ մարդիկ։ Եվ այդ պրիմիտիվ մարդիկ, երբ որ տենում են, չգիտեմ, Կուրգինյան, Սիմոնյան, Բաբայան, ընդելով կա կարճ ասած շատ են մերոնք։ Լուրջ չեն վերաբերվում, այսինքն չի աշխատում այդ բանը լոբին։ Հայա, թուրքերին պետք է քվրտի parza, հայերին պետք է պատժեշկա անի, դրա համար շոկ էին ապրում, երբ որ ասենք բանը այն սրիկա բանը հայերը, որոնք որ արդեն հայ չեն, մեկ էլ ասում էին, որ Հայաստանին սենց է պետք անել, բանը այն սրիկա պահվածքը արդարացնում էին, որ ինչ որ մեկի հետ ստե լեզու չեն գտել, ինչ որ մեկը կապ չունի ինչ պաշտոն ազբաղացնում, ամբողջ Հայաստանին պատժող, ասենք, բաներ էին անում, արգելքներ էին դնում սահմանի վրա, ասենք։ Լավ, ջերմուկը փագեցիք, որտեվ ջերմուկից, ասենք, սնվում է ինչ որ կոնկրետ ընտանիք, ջերմուկի ջրի բանը, ասենք, բանջարեղենը, պատկերացնում եք, քանի 100,000 մարդ է բանջարեղենի կամ մրգի աճացնելուց բանանում։ Իրականում շատ անհասկանալի է ռուսի այդ ձևի պահվածքը։ Հա, շատ, իսկ вообще-то ամեն ինչն էլ հասկանալի է։ Եթե հիշենք, որ թուրքական լոբինգը, թուրքը Ալիևը արմյանստվայի դեմ պայքարելով Ադրբեջանստվան ստեղծեց եւ առաջ է տանում, Ադրբեջանստվան այդ իր ազդեցության, ասենք, ֆիգուրաներով, բանա գործակալներով լավ էլ ներթափանցել է ռուսական իշխանության մեջ։ Այնքան է ներթափանցել, օրինակ ինձ Սանտ Պետերբուրգի հայ համայնքը վախեցավ ընդունի, որտեվ ընդեղի թուրքական համայնքը շատ այնքան հզոր է, որ Էլդուսուս էլի իրանք կարում են Սանտ Պետերբուրգի կենտրոնում շենք սարքեն, ինչը դե արգելված է, ես ինչքան գիտեմ, էլի տարբեր կենտրոնում հենց կենտրոնում իհարկե արգելված է։ Իրանք շենք պատմաճարտարապետական բանի Էրմիտաժի կողը հյուրանոց են սարքել, Էրմիտաժ անունով թուրքա սաղ մեջ։ Էրմիտաժ հյուրանոցը թուրքերինն է, հա։ Արա այդին նավաձել է, նորա սարքա։ Հա։ Արա լավ է։ Թուրքերինն է, այդ տենց ազդեցություն ունի։ Կարող է եղած շենքն են բանալ։ Կասկադնի իրանք սարքել են, ուղղակի դե պայման կա, որ պետք է բանից չհելնի արխիտեկտուրնի վիդ բան, բայց շինարարությունը արգելված է ընդհանրապես։ Արգել կա կենտրոնում անելու, թուրքերը արել են։ Հենց որ գլուխ են գովում հայերը, սենց հայերը նենց, թուրքերը պետական ուղղորդված աշխատանքի շնորհիվ են պամիդոր ծախող թուրքերի մասին է կարացել են արդեն անես արմատավորվեն մեզ դաշնակից համարվող Ռուսաստանի դաշտության մեջ, որ ականջին նստած ինչ ասես ասում են ու դրա համար դարել է մեր դաշնակիցը երբեմնի այտենց որ շատ ենք զինվորականները շատ եմ հիշում էլի մինչև 20 թիվը բարձրաստիճան գնդապետ ու բարձր որ հարց է տալի էսի խի չենք պարապում խի չենք անում բա որ էսի լինի բա որ էնի լինի ռուսը չի թողի Պաստորեն այդ պահը բաց էին թողել որ ընդ ռուսը շատ նո փաստացի միշտ էլ ինքը իր պետության շահերն է սպասարկել ոչ միշտ Դե հիմա այս վերջերս вообще ուրիշ պետության շահերը հա սպասարկում հա չես հասկանում իրան ձեռ չի տալի որ մենակ վերջերս չափեր բանա օրինակ բանա ես միշտ եմ ասում որ մեր հայրենակիցները մոռացել են իրականում Շաումյանը Մարդակերտը եւ Մասան Պասկերյանը Մարտունին ավելի քիչ եւ Հադրութը մի քիչ շատ ով գրավեց եւ տվեց թուրքերին 92 թվականին ոչ թե սովետ չէ Լեբեդզը քանի որ Բաքու էր մտել եւ թուրքերի վայրենությունն էր տեսել Շամանովը Շանանունը խե շամանդրը հա հիշում եմ որ պետք եղած վաղ Սասյասնի չափսոսա էլի ասենք մեր բանը պիտի անունը շամանայի դրե հենց շամանովի պատվին էլի այդ շամանովը դեռ գնդապետ վախտով օտա բանը դեսանտային բանը Իրականում միջև հիմա շատ մեծ պաշտոնների է ինքը։ Կարծեմ արդեն երևի չէ, ոնց որ դուրս է եկել ամեն ինչից, բայց դեպս վերջ անգամ 4 տարի առաջ հրամանատար էր, բանա Պետդումայում ռազմական եսիմ կոմիտեի փոխնախագահ էր, բան կարճ ասած շատ ազդեցիկ ֆիգուրա էր ու համացանցում
կար նկար, որտեղ ինքը ասենց դե բարձա հետևով, մետևով ամենտեղ ասենց մեդալները վրան կախած ու մի հատ այսպես մեծ բան դոշին խփած դա թուրքական պարգևներ 92 թվի հունիսի 12-ին սկսած օպերացիայի համար, որը ինքը փայլուն կատարեց հայաթափելով, ասենք գրավելով եւ հայաթափելով Շահումյանի շրջանը, ոչ թե Շահումյանը, Մարդակերտի մեծ մասը եւ այլն։ Այդ բանը ուզում եմ ասեմ, միշտ չի, որ իրանց պետության շահերն են ռուսները արել, որովհետեւ գոյություն ուներ միշտ ոսկի համար էշը։ իրականում միշտ առաջնայինը դու հույսդ պետքա քո վրա դնես։ Եթե դու ուժեղ լինես, արդեն կողից տենց կգան կօգնեն, էլի օգնողները։ Երբ որ հույսը դնում ես ուրիշի վրա, այդ ուրիշը իր շահերով է։ Ոսկով բարձած էշը շատ հարցեր ա լուծում, էլի ասենք։ Բայց եթե դու հույսը դնում ես օտարի վրա, ասացի։ Միշտ օտարը անգլիացին էլ է ծախե, ֆրանսիացին է, ռուսը այնքան է ծախե, այնքանից էլ շատ։ Այո, երբ որ այդ ոսկով բարձած էշը գալիս է, պարսիկն էլ է ծախել, ես իմ ջոզանը։ Չէ, սենց մի բան ասեմ, երբ որ գալիս է ինքը հայի մոտ այդ ոսկիով բարձած էշը, հայը եթե վերցնում է այդ էշի բեռը, ինքը դառնում է Մերուժան Արծրունի, պայմանական, լավ ասենց ասեմ, կամ Վեստ Սարգիս, եթե ավելի լավ եք ձեզ զգում, այդ անունը հնչեցնեմ, եթե ուրիշ ազգից է, ինքը ոչ մի բանը չի դառնում, ինքը պրոստո ասենք փող աշխատում, ինքը չի դառնում, ոչ դավաճան, ոչ եսի մի ինչ, ոչ մի բանը չի դառնում, ինքը պրոստո փող աշխատում։ Բան եմ ուզում անդրադառնալ։ Նաև դրա պատճառով է պետք ասենք հերու մնալ։ Ես երբ որ առաջներում ասում էի, բանա խաղաղապահը մեծագույն չարիքա ամեն ձևով դրա դեմ առնել է պետք, ոչ մի դեպքում մինչև 20 թվականը ես հենց այդ նկատի ունեի, ինչը տեղի ունեցավ 23 թվականին։ 23 թվականին իհարկե ռուս խաղաղապահները չծախեցին Արցախը։ Արցախի ոչնչացման հրաման իրանք չէին ստացել, որ կատարեին։ Հակառակ դեպքում խաղաղապահների հրամանատարի տեղակալը չէր սպանվի թուրքերի ձեռքով։ Բայց իրանք չխառնվեք օրինակ։ Իրանք անզոր էին 2000 հոգով, իրանք չէին կարա փոխարինեին 18000-անոց պաշտպանության բանակը։ Հայաստանի Հանրապետությունից 15-ից 17000 օգնության եկող կամավորներով։ Այն դեպքում, որ սահմանները շատ ավելի երկար են։ Այո, սահմաններն էլ երկարեցին, փոքրացավ, բայց երկարեցին, որովհետև եթե առաջ սահմանը ասենք բաներ, հետո մռավի բանը Լեռնաշղթայից միջև Արաքս էր, հետո սենց համարյա, ուղիղ գից համարյա, սենց ասեմ։ Հիմա սենց մի հատ օղակ էր դարել ու կիլոմետրով ինքը ավելի մեծ էր ստացվում։ Հնարավոր չէր, որ խաղաղապահները ի վիճակի լինեին, բայց իրանց չարիքությունը ոչ միայն դրա մեջ է, որ կարողա ծախվեն, չկարանան, շատ ավելի մեծ վնաս են հասցնում խաղաղապահները իրանց ներկայությամբ, որտեղ սկսում ես իրանց հետ հույս կապել։ Հույսը դնում ես իրանց վրա։ Կիլիկիայում եղավ ֆրանսիացիների վրա էին դրել, Մալեցիայում։ Ֆրանսիացիները բանը ավելի մերզավեց էին, որովհետև Կիլիկիայի բանը ավելի մերզավեց բան չկա։ Չէ, մերզավեց էին։ Իրանք իրենց պետական շահերն են անում։ Զինվորն է մանավանդ մերզավեց։ Վաղ ուրիշ բան նկատի ունեմ, բանը լավ հասկացանք, ծախեցին իրանք այդ հողը, իմիջիալուց զենքերը հավաքեցին ու գնացին։ Զենքերը հավաքեցին հայերից։ Հետն էլ բոլ չի, որպեսզի հայ բնակչությունը հանգարց պանիկայի մեջ չընկնի, սմբակները շորով փաթաթել էին ձիերի, որ անձայն դուրս գային։ Էդի փող էին ստաց։ Դա եմ ասում, իրանք ավելի սերիկա են։ Տարբերություն իրականում չկա վերջնարդյունքի դեպքում, երբ որ դու հույսը դնում ես ուրիշի վրա, այդ ուրիշը միջև X պահը ձեռա տալի քո հետ, Y պահից արդեն հենց ձեռ չի տալի, քեզի ծախումը գնում է։ Y պահից էլ, ասենք, կարող սմբակի վրա ձիու շոր փաթաթի։ Կապ չունի, զինվորը ինչ է ուզում, զինվորին ինչ հրաման տալիս են, դա կատարում է։ Իմիջիալուց ձեզ մի բան էլ ասեմ, բանա, երբ որ ռուսի օրինակը գիտենք, ասենք, դե պարզա չէ, հենց հիմա է, ասենք,
30 տարի առաջ էր։ Ֆրանսիայինը մոռացել ենք 100 տարի առաջ էր, 105 տարի առաջ Ռուսինը էր։ 30 չէ, 3 տարի առաջ էր։ Նաև 35 տարի առաջ ասում եմ։ Բանը Ֆրանսիայինը 105 տարի առաջ էր։ Անգլիայի օրինակն էլ ունենք։ Անգլիայինը 107 տարի առաջ էր։ 108 տարի առաջ էր, երբ որ ինքը Բաքու եկավ, կոմիսարները կոմունիստային ազգությունը կապ չուներ, որտեղ կոմունիստական գաղափարախոսությունը ինտերնացիոնալ է, բայց դրա մասին չի խոսքը։ Չնայած Ստեփան Շահումյանը քիչ թե շատ ազգային կոմունիստ էր, դրա համար հատուկ Լենինը գործ էր գրել, քննադատելով փաստորեն Շահումյանին, որտեղ Շահումյանը ամենաազդեցիկ կոմունիստն էր հարավային Կովկասում, բայց ամենայն դեպս կոմունիստների մասին չի խոսքը, որ ուզում եմ ասեմ, Բաքվի այդ հանրապետությունը, որը իշխանափոխության արդյունքում հրավիրեց գեներալ Տոմսոնին, կարծեմ, անգլիական էքսպեդիցիոն կորպուսին, պահում էր հիմնականում ճակատը հայկական զինված ուժերը կոմունիստների հետ, կոմունիստները հեռացան, անգլիացիները համատեղ հայերի հետ էին պահում, բայց երբ որ իրանք, ասենք, մի քիչ sense ամրացան, մի փոքր, իրանք ստիպեցին Արցախին, որ իրանք ընդունեն թուրք կառավարիչ Արցախում, որպես գուբերնատոր, գեներալ գուբերնատոր, կարծեմ Սուլեյմանով ազգանունով, անգլիացին հենց ստիպեց Արցախը ընդունի թուրք կառավարություն, եւ երբ որ անգլիացին կամաց հեռացավ, հենց դրա պատճառով էլ այդտեղ ջարդ եղավ Շուշիի, որովհետեւ թուրք կառավարիչը ոչ մի բան չարեց, որ եկող թուրքական զինված ուժերի կամ սանձի կամ թույլ չտան մտնի այդ բանը ոչ մի բան չանելը որն է, կարող է օգնել, կարող է դաժե ասենք իր խնդրանքով են եկել, այտենց հստակ չեմ դրանից նույն անգլիացիները հույներին ծախեցին Աթաթուրքի դեմ կռվիժաններ, ուզում եմ ասեմ, իրանք վաճառել 2-3 ասենք կոպեկով իրանց համար կարևորը մեզ խուրդ են։ Դե կարևորը որ դու հույսդ քո վրա դնես, դա կյանքում էլ է տենց, երբ որ ու գալիս ենք դրան, որ պետք է քո սեփական ռեսուրսները, այսինքն քո ունեցած 7 միլիոն հայը, որը օֆիցիալ կա Սփյուռքում, դու պետքա կարանաս ամբողջովին այդ ներուժը օգտագործես, ոչ թե որ ասես կթու կովի տեղ դնես պրոստը, դու իրան պետք է տասել, ինքը քո պաշտպանությունն է, հрьяան, երբ որ հրեական համայնքները օգնում են Իսրայելին, ինքը դրա դիմաց տալիս է շատ տալի, ինքը կարա իր սպեցնազը բարձի նստեցնի ինքնաթիռ էթան Աֆրիկայում, կարա Վաշինգտոն էլ տանի իրականորեն փրկի, կարա մարդու գլուխ ուտի, որը որ ասենք հրեայի վրա կամ հրեայի բիզնեսի վրա եսի ինչ արել, ուրեմն բացի դրանից կարող է լսած ըլնեք, տենց մարդիկ կային օլիգարխ կոչված, իրանք ենքամ էլ օլիգարխ չէին, որտեղ արդեն զրկված էին արխից, իշխանությունից, Գուսինսկին, հրեաների, Ռուսաստանի եւ համաշխարհային հրեաների կոնգրեսի ղեկավարը, գնաց Իսրայել, մի քանի անգամ փորձեցին ռուսները տանեն, որտեղ հսկայական փողեր էր կուլ տվել, եսի ինչ էր անարել, Իսրայելը իր ցեղակիցներին դուրս չի տալի, չի հանձնում, ոչ մի դեպքում, ի տարբերություն մեր կառավարությանը, մեր կառավարությունը գոնե ես դեպքեր գիտեմ, ասենք տարբեր քրեական, ասենք մարդկանց, մեր հայրենակիցներին դուրս է տվել, որ տանեն ընդե դատեն, դա շատ մեծ սխալ է, որովհետև քո քաղաքացին պիտի համոզված լինի, հանցագործա, դու ընդեղի երկրի բանին մասնագետին բեր, ստեղ դատը կազմակերպի, թող քո մոտ նստի, դու քո քաղաքացուն, դու ազգային պետություն ես, հիշում եք, չէ, թուրքը նաև ասում էր, մոնոէթնիկ պետություն է, ինքը մոնոէթնիկ է կառուցում իր մոտ, իսկ մեզ մեղադրում է մոնոէթնիկության մեջ, մոնոէթնիկ երկրներ են, ասենք Լեհաստանը, չգիտեմ, ցանկացած երկիր, որը որ կայուն է, պինդ է, ինքը մոնոէթնիկ է, մեր մոնոէթնիկությանը խանգարող ազգը պառակտող գործողություններից մեկը նաև
հայկական բեռները միտեղ ձերբակալում են մեր կառավարությունը կամ դիվանագետները չեն քորվում, հային արտաքսում են Հայաստանից ինչ-որ երկիր, որտեղ ինքը հանցանք է գործել, թող 10 անգամ ավել նստի, բայց ստե նստի։ Մի արա այդ բաները ոչ թե հանցագործին խնայելով, ես դրա հետ չեմ, այլ որ քո հայրենակիցները միլիոններով այդ օրինակով կասեն, արա այս երկրի հետ հույսեր կապել պետք չի, այս երկիրը մեր վերջի հանգրվանը չի, մեր հուսալի պաշտպանը չի, իսկ դա շատ վատ է, իսկ թուրքերը հիմա ինչ են անում, կարող է հիշեք, բիձու գլուխը կդրած սպորտային որ բռնել էին, Մոսկվայում բռնեցին, հենց Ալիևը պրեզիդենտի մակարդակով, Ալիևը զանգեց, խնդրեց, պահանջեց, չգիտեմ, կարող է ինչ-որ մի բան պաչեց, ոչխար ուղարկեց, կարող է պաչեց Պուտինի 4 թուշնել, կարող է մենակ 2 թուշը ներքևի ոչ թե վերևի, բայց այդ մարդուն հետ տարավ, պատկերացնում եք, ասենք Բաքվի հանրապետության Կարանք Սաֆարովի պահն էլ ասենք։ Այո, Սաֆարովին էլ։ Ինչ ասես տվեց հունգարացիներին, որ Սաֆարովին հետ 2 միլիարդ փող պարտքով Հունգարիային տրամադրեց, կարծեմ տարեկան 1 թե 1.2%-ով։ Տոկոս չկա էլի աշխարհ։ Չէ, կա այդ միջպետական տոկոսների մեջ լինում է։ Հա մի խոսքով էլ հարցը հետ տալիս են կեսից 3% է, էլի։ Այն որ մենք վեկալել ենք շատ տոկոսով, դա չգիտեմ շատ տաղանդավոր ենք, չէ, խենք վեկալել ես չգիտեմ։ Կարող է բանա, պրոստը տենց պետք էր, չեմ կարող ասեմ, բայց հիմնականում միջպետական պարտքերը կեսից միջև 3%։ Արդեն ամփոփենք, մի հատ կոմենտ եմ ուզում անդրադառնամ անցած հաղորդման, որտեղ ասում էր շատ չեք ոնց որ վախացնում թուրքերով, չէ, մենք թուրքերով չենք վախացնում, այս օրինակները որ բերում ենք, ուզում ենք մեր ազգին արթնացնենք, որ աշխատեն։ Մենակ, ասենք 5 հոգով աշխատելով չես կարա երկիր պահես։ Հա, մի բան օրինակներ ենք ցույց տալի, հենց մեր հարևանի օրինակն ենք ցույց տալի, որը պես փաստացի թշնամի է, հիմա կապ չունի 2 տարի չի կրակում, ինչ իր մոտ միջև հիմա դաստիարակության մեջ գնում է։ Չէ, սուտա որ չի կրակում, կրակումը ուղակի չի խոցում։ Հա, կոնկրետ մեր տղեկից մեկի վրա 25 թվականի ամռան վերջ սեպտեմբեր ամսին մոտ, ով դիրքեր գույք էր հասցրել, ավտոյի վրա էլ կրակել են։ Չեն խոցը, բայց մեծ կալիբրով են կրակել, վիդեոն էլ իրականում իմ մոտ կավ, թե ինքը ոնց է գմբեթ մտնում, պաշտպանվում այդ կրակոցներից։ Մեր գմբեթները։ Հա, գմբեթ երկուսի մասին է։ Մինչև հիմա աշխատում են, ով ինչ ուզում է վայրահաչոցանի։ Մինչև հիմա տեղեր կա, որ հանել են մեր գմբեթները եւ կառուցել են ավելի երկարաժամկետ կետեր, ավելի մեծ, երևի չերևացող, վրան բանակցած են, գլխակից, նիմիձին։ Ընդհանրապես չերեմ, ես եղել եմ։ Բայց ամենայն դեպս մեր գմբեթները աշխատում են, աստվածտա պրակտիկ պետք չգան, բայց ոնց որ տենում եք, ասենք վաղոն բերեց մի օրինակ, որ պետք են գալի։ Պրակտիկ պետք է եկել ու էլի վերադառնամ այդ թեմային, մենք զուտ ցույց ենք տալի, մենք մեր հայրենակիցներին չենք վախեցնում, եթե դուք դրանից վախենում եք ու ոչ մի բան չեք անում, դա արդեն պետք է մի քիչ ձեր մեջ խնդիրը գտնեք, էլի, եք դուք դրանից վախենում։ Ես ճիշտն ասած ափսոսում եմ, որ չենք վախացնում, որովհետև վախը դա լավ զգացմունք է, ինքը ստիպում է, որ աշխատես։ Չէ, իրանք սարսափում են, էլի։ Չէ, դե սարսափել։ Իրանք սարսափին վախ են անվանում, դրա համար եմ ասում։ Չէ, դե սարսափելու Սարսափը քեզ թույլատնում ոչինչ չես որ իրանից սարսափես։ Լավ պարապես կրակելուց ընդեկպնես որտեղ պետք է կրակես, հավատացեք, մենք 20 թվականին էլ ենք ցույց տվել, որ նույնիսկ չպարապած բանակով հետներ չկահավորած ռազմաճակատ պահեցինք, չկահավորած, դա շատ կարևոր է։ Կներես կահավորած էր ուղղակի 19-րդ դարի համար էր կահավորած, որ մի հատ գեներալ ունենք չնեղվի, որ ասում է 4 գիծ ունենք բան։ Չէ, ես թաղավարտ Կարմիր շուկան եմ ասում։ Հա, չէ, ես հիմնական դիրքերն եմ գումարտակը, ասենք, որը որ Սփյուռքից եկած մեր հայրենակիցներով համալրված էր 1/3-ով, չկահավորված առաջնագից
կարողացավ կահավորի եւ պահի։ Ես իրականում նշում եի հենց սկզբնական առաջնագիծը, որտեղ ՊԲ-ներ կայնած, ՊՆ-ներ կայնած, նայած որտեղ էլի, այդ չկահավորված էր փաստացի, շատ քիչ տեղ էր, որ օդից պաշտպանված էր, չեմ ասում 19-րդ դար, որտեղ 20-րդ դարում ավիացիան երբ որ կա ու ռումբեր են գցում քո վրա։ 19-րդ դարում արդեն կար ավիացիան, օտապարիկ էր կոչվում։ Հա, իրանք ուղղակի նայում էին վերևից, բայց այդքան վտանգավոր չէր, ինքը անձամբ չէր մասնակցում, էլի։ Չէ, եղել է փորձեր, երբ որ ռմբակոծություն էին անում օտապորիկներից։ Լայնածավալ չի եղել, հիմա ինչքան էլ ասես, չի եղել։ Դե ուզում եմ ասեմ, գիրք կա, որ կարդացել եմ, էլի։ Ահա։ Ես էլ եմ դու կարդացել ես, հա։ Բանը չէ, լրիվ չեմ վերջացրել։ Մի խոսքով մենք զուտ օրինակներ ենք բերում, մոտիվացիա ենք ուզում ստեղծենք, որ մարդիկ նամանավանդ համապատասխան պաշտոնների նստած մարդիկ, որ աշխատեն։ Եթե իրանք չեն լսում, գիտեք այդ պաշտոններում նստած մարդկանց, ասեք թող աշխատեն։ Անձամբ մենք որ տեսնում ենք, ասում ենք, դրա համար այս մարդուն չեն սիրում, ինձ էլ շուտով շատ չեն սիրում։ Հա, թող աշխատեն, հակառակ դեպքում թող ելնեն էթան, ամենակիչը թող հրաժարվեն աշխատավարձներից, այդ աշխատավարձները փոխանցեն են հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են։ Նայ, շատ կարևոր մի հատ բան ասեմ, էլի։ Ուրեմն մենք սկսեցինք հիշելով Խոջաներին։ Խոջաների կառույցը դա բիզնես կառույց չէր, դա հասարակական կառույց էր, հասարակական միություն էր բիզնեսմենների։ Այ ոնց որ ասենք ունենք տենց կառույց, Մանթաշյան բանը ակումբ կարծեմ Վահրամն ա ղեկավարում, շատ լավ ասենք գործ են անում տղաները։ Տենց նմանատիպ կավա ուրիշ կառույցներ էլ լինի, բանենց վայենց կառույցը ոնց էր կոչվում, Capital Club։ Capital Club, շատ լավ բան է, որովհետև բիզնեսմենները մանավանդ իրար մեջ հաճախ թշնամի տենալով իրար շատ են վնաս տալի, լավ է, որ իրանք իրար հետ շփվում են, ընկերություն են անում, ընդհանրապես հասարակական կառույցները երկրագնդի վրա մարդկային ցիվիլիզացիայի ընթացքում, այնտեղ որտեղ պետությունը մի բանին կարևորություն չի տալի, իսկ հասարակությունը կամ ինչ-որ հատված տալիս է, ինքը դա զարգացնում է։ Հիմա այդ Սփյուռքի հետ համակարգելը, Սփյուռքի հետ աշխատելը տարբեր հասարակական կառույցներ կան, որոնք անում են, շատ բան են անում։ Սփյուռքից ասենք, ես ոմայի մասին չեմ խոսում, ոման բոլ գլուխ գովացինք ոմայի պահով, չստելով բանը, տարբեր կառույցներ կան, որ բերում են վոլոնտյորներին, Սփյուռքին երիտասարդներին կապելով, ասենք Հայաստանի հետ, կան հասարակական կազմակերպություններ, որ ստեղից ուսանողներ են ուղարկում Սփյուռքի ընտանիքներում, ասենք ապրում են արձակուրդների ընթացքում, կարճ ասած տարբեր բաներ կա, որ բանը Սփյուռքը ներգրավված է, Սփյուռքի եւ Հայաստանի կապը ուժեղացնում է, եւ դա եթե թեկուս կոորդինացնի, ասենք ինչ որ մարմին, պարտադիր չի պետական, շատ ավելի արագ աշխատանքներ ու ավելի հաջող կլինեն։ Իրականում պարտադիր է որ պետական։ Չէ, ցանկալի է, մեծ ցանկու շատ ցանկալի է որ պետությունը անի, որտեղ պետության արածը միշտ ավելի լավ է անցալվում Սփյուռքից։ Չնայած պետությունը ցույց է տվել, որ միշտ կառավարման գործում շատ վատն է։ Շատ մեր պետությունը ցավալի է։ Իրականում համարյա բոլոր պետություններում է մասնավորը ավելի լավն է, քան պետական համակարգը։ Իսկ հասարակական կառույցները էլ ավելի լավն են, քան մասնավորը, էլ ավելի լավն են, քան պետականը, ու ոչ թե դրա համար եմ ասում, որ հասարակական կազմակերպության անդամ եմ, այլ ուղղակի դա այդպես է, որտեղ հասարակական կառույցները բանը կամավորականությամբ հիմունքնով են հիմնականում աշխատում եւ կամավորականությունը պետք չի մոռանալ, որ ժողովրդի ցանկացած ժողովրդի սերուցքն է, իրական էլիտան է, այն որ էլիտա ասում եք, մեկ ասենք փող ունեցող, հաստ վիզ ունեցող կամ հաստ ոսկի ցեպ ունեցող մարդկանց, դա սխալ է։ Իրական սերուցքը էլիտան, դա կամավորականությունն է, իսկ հասարակական կառույցները հզոր են կամավորականներով,
եւ շատ ավելի լուրջ հաջողություն կարա ունենա հասարակական կազմակերպությունը, եթե կոորդինացվում է իր աշխատանքը, որովհետեւ բանը հաճախ կառույցները իրարից այնքան էլ տեղյակ չեն։ Օրինակ բանը կա ստեղծված արմիություն, որը որ ռազմամարզական, ռազմաայրենասիրական եւ նմանատիպ կառույցների անկեղծ ասած ինչ նպատակով ստեղծվել էր դեռ շատ հեռու է հասնում։ Հա, հեռու է, որովհետեւ ասենք բանա մարդիկ կան շատ զգուշ են եւ այլն, բայց համենայն դեպս այդ կառույցը մեծ աշխատանք է կատարում, էլ ավելի մեծ աշխատանք կատարելու հնարավորություն ունենալով։ Ուրեմն հասարակությունը կարա փոխարինի պետական որոշ գործառույթներ, որոնք որ պետությունը չի ցանկանում անել կամ outsource անում, ասենք հասարակական կառույցներին։ Ոնց որ թուրքերը անում են Ռուսաստանում։ Ոնց որ թուրքերը անում են Ռուսաստանում, այո, ոնց որ թուրքերը իրաց պետությունը չի կարա աշխատի։ Հա, որտեղ բաց այդ լրտեսական ցանցա ստացվում, իդեպ, բանա հрьяաների սայենները այդ բանա իրանց բաներն են էլի, այդ համայնքների բնակիչները, իրենք Մոսադի գլխավոր օգնականներն են, գլխավոր, ամենակարևորագույն օղակնա Մոսադի, Մոսադ, sense Մոսադ ասում եք, իրանց բանա ակտիվ աշխատող գործակալների թիվը մի քանի 100 է։ Սա երկրագնդում լուրջ գործ են կարում անեն հենց համայնքների հաշվին։ Թուրքը Ռուսաստանում ոչ պակաս գործ է կարում անի, քան հрьяաները, ասենք, աշխարհում, որովհետև իր ուղղվածությունը հենց այն կողմ ա եղել, որովհետև սկզբից բանա Սփյուռքը հետվավընդ է սովետական բանից քանդվելուց իմիջիալս մենք 2 միլիոն մարդ ունենք, օֆիցիալ 2 միլիոն հայ ապրում ՌԴ-ում, Հայաստանի քաղաքացի թե հայ։ Չէ, հայ, որից երևի կեսը չեմ նայած, բայց կես միլիոն ու ավել մոտավոր Հայաստանի քաղաքացի են։ Լավ, ինչքան խոսացինք Թուրքի մասին եւ նկարագրեցինք այն ինչ որ ուզում էինք նկարագրենք, չգիտեմ, հերթական անգամ մեր զրույցը, ասենք, շատ ավելի խառներ խոսում, քան ցանկանում էր սկզբից։ Բայց կարևորը ցույց տվեցինք, որ ուղղորդված աշխատանքի դեպքում իսկ Թուրքը ընդհանրապես դեսպանը դառնում է Փոլադ Բյուլբյուլ օղլի, ոչ թե ներթափանցում է ռուսական հանգստի տեղը, ես հիշում եմ, էլի մեր դեսպաններից մեկի հետ հանդիպել եմ Մոսկվայում, իրենց աշխատանքային գրաֆիկը որ նայեցի, ասում եմ լուրջ աշխարհի ես իմ top 3-4 պետություններից մեկն է, որտեղ պետք է դեսպանը զոր ու գիշեր աշխատի, ու ընդ շաբաթը 2-3 օր էր աշխատում։ Այն էլ շատ քիչ ժամերով։ Ես պատկերացնում եի, որ մտնեմ հերթ եմ կանգնելու բան, ինչ հերթ մարդ չկար դեսպանատանը։ Ուղղակի սպասել ենք, մինչև գան դեսպանատունը բացեն, դրան ենք սպասել։ Դե մենակ դրան չի վերաբերվում, ապեր։ Չեմ ուզում ասեմ, որ գերատեսչություն է, բայց ես տենց բանի ականատես եմ եղել, երբ որ տոխի չասեմ, որ պատերազմը սկսելու պահին, որովհետև մենք չգիտեինք 2 օր տևալու թե որ, հենց առաջի օրը ժամը 6-ին Պաշտպանության նախարարության դարպասից մի քանի հազար մարդ գնաց տուն։ 22 թվականի սեպտեմբերի 12-ին։ Դե երևի տվյալներ ունեին, որ քիչ որ պրծավ, որ վաղն էլ ակռի ու վсё, հա։ Հա, երևի, հա։ Մեր հետախուզությունը լավ է աշխատում։ Չէ, իր տոկում հետախուզությունը լավ է աշխատում, բայց ինֆորմացիա հավաք։ Ի պատիվ ԱԻՆ նախարարությանը, որը այնբախտ առանձին նախարարություն էր, Սուրմալուի դեպքի ժամանակ գիշերը ժամը 10:00 բոլոր պատուհանները իրանց մոտ վառ էին։ Բոլոր։ Սաղ շենքը սենց վառ էր, ստվերերևում գնում գալիս էին սենց ինչ-որ շատ արագ, ասենք, այդ հարցը լուծվեց, որի համար գնացել ասել է ընդ է։ Այն որ պնեում ասեցի, այդ որ 6-ին հելան գնացին տուն ջերմուկի վրա, երբ որ հարցակում եղավ եւ չգիտեինք, հեսա Հայաստանը մենակ ջերմուկի վրա չէ, Կապանել, Վարդենիս, այո։ Լայնածավալ հարցակում էր փաստացի, որի պատճառով 2 օրից ավել զոհ ենք ունեցել ու մեր պաշտպանության գերատեսչությունը, գլխավոր գերատեսչությունը աշխատանքի
ժամի ավարտից հետո թողես գնաս տուն։ Բոլորը չէ իրականում, բայց մի քանի հազար հոգի էդի 100% էդ էլ է մի մաշկով տեսել։ բայց դրանից հետո անկեղծ լինենք կիսով չափ կրճատվել է այդ գերատեսչությունը։ Երևի հենց այդ մարդկանց ով գործից տուն գնաց, հենց այդ դուք սրանից հետո էլ ՊՆ-ում չեք հուսով եմ իրանք են, որ աշխատավարձի համար էին գնում, իրանք են կրճատվել մենակ։ Մի խոսքով արի սրանով ավարտենք, մեր ժամանակը սպառվեց, հաջողություն մաղթենք բոլորիդ, ուժեղ եղեք եւ մի խնդրանք, անպայման հասարակական ակտիվ եղեք։ Մտեք տարբեր հասարակական կառույցների մեջ, կապ չունի, ասենք դա ինչ կառույց է, դա ռազմամարզականն է, դա չգիտեմ, սիրահարների, կակտուսի սիրահարների, թե կատուների տուն կառուցողների հասարակական կառույցներում լինելով իմ հարազատ ազգակիցներ, ցեղակիցներ, իմ ընտանիք հասարակական կառույցներում լինելով դուք ակտիվ քաղաքացի լինելով ակտիվ հասարակություն եք ձևավորում, որը որ միակ երաշխիքն է, որ երկիրը ճիշտ ճանապարհով քայլի։ Մեր пассив հասարակությունը բերում անդրան, որ երկիրը ծուռ քայլեր է անում։ Եղեք ակտիվ ձեր հասարակական կյանքում։ Ուժեղ եղեք, հաջողություն։